Ինչպես արդեն տեղեկացրել ենք օրեր առաջ, լույս աշխարհի է եկել բլոգեր Կրիստինա Մարգարյանի առաջնեկը։ Բլոգերն ինստագրամյան հարթակում մի քանի հրապարակումով էր հանդես եկել, դե իսկ այսօր բացառիկ հրապարակումով է հանդես եկել, այդպիսով հայտնելով, թե ինչպես են անվանակոչել իրենք Կրիստինայի առաջնեկին։ Նրանք յուրահատուկ անուն են տվել փոքրիկին, նրան անվանակոչելով Խաչե։ Շնորհավորում ենք ևս մեկ անգամ ընտանիքին այս գեղեցիկ իրադարձության առթիվ և ներկայացնում Կրիստինայի վերջին հրապարակումները։ Մենք ընտանիքին համալրման առթիվ և հիշեցնող ավելի վաղ ներկայացրել ենք սիրող զույգերի պսակադրությունները, դե իսկ կերշքեղ հարսանիքների թվին էր պատկանում նաև երգիչ Արտաշ Ասատրյանի դստեր Սյուզիի ընկերուհու, ինչպես նաև ամուսնու քույրիկի Լարայի շքեղ հարսանիքը։ Այս հարսանեկան կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ, դրանք աչքի էին ընկնում իրենց շքեղությամբ և ինքնատիպությամբ։ Դե իսկ այսօր Լարան և նրա ամուսինը Ռազմիկը ծնողներ են դարձել։ Այս մասին հրապարակումով է հանդես եկել հենց ինքը Սյուզի Ասատրյանը, գրելով «Փոքրիկ Սաթին այստեղ է»։ «Բարի գալուստ լույս աշխարհ փոքրիկս», գրել է Սյուզին, նշելով Ռազմիկին և Լարային և այդպիսով նաև հայտնելով, որ փոքրիկին անվանել են Սաթի։ Փոքրիկը երեկ է լույս աշխարհ եկել։ Շնորհավորում ենք ընտանիքին այս գեղեցիկ իրադարձության առթիվ և ներկայացնում հաջորդիվ Լարայի և Ռազմիկի շքեղ հարսանիքից բացառիկ կադրեր։ Սիրում եմ ձեզ շատ։ Հավելենք նաև, որ օրեր առաջ Լարայի ընկերուհիներն ու քույրերը պատրաստել էին նախահարսանեկան խնջույք, խնջույքին մասնակցում էր դե իհարկե նաև Արտաշ Ասատրյանի դուստրը Սյուզին և նրա կրտսեր քույրիկը Մարին։ Հավելենք նաև, որ օրեր անց էլ տեղի կունենա Սեդրակ Ասատրյանի որդու Արամ Ասատրյանի և նրա սիրելի Աննայի Հարսանյաց հանդեսը, որի բացառիկ կադրերը ևս խոստանում ենք ներկայացնել մեր ընթերցողներին։ Անցել է 2 տարի Սյուզի Ասատրյանի և նրա սիրելիի Մարտունի հարսանիքից։ Այսօրվա հրապարակումները մինչ օրս ակտուալ են համարվում։ Սյուզի Ասատրյանը գեղեցկուհի հարսնացու էր, նա իր հարսանիքին կրել էր 2 զգեստ։ Ներկայացնում ենք Սյուզիի և Մարտունի հարսանիքից մի քանի կադրեր առանց մեկնաբանության։